Ինչ քաղաքական զարգացումներ են սպասվում Հայաստանում հունիսի 7-ից հետո եւ ինչպես փոխել հանրային տրամադրությունն ու իշխանության գործելավոճը։ Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանի խոսքով իշխանությունը որդեգրել է մարտավարություն, որը հիմնված է ամենօրյա սադրանքների եւ հանրային մթնոլորտի թունավորման վրա։ Դրա վկայություններից է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպը։ Ստեղծված վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է հավաքական ընդդիմության կոնսոլիդացիա ու ճկունություն, ասում է Վահե Հովհաննիսյանը։ Ակնհայտ է, որ իշխանությունը որոշել այս վերջի 2.5-3 ամիսը առաջնորդվել ամեն օր նոր այլանդակություն տրամաբանության մեջ, որովհետև նա պարտվում է թե ծրագրային պայքարում, թե ստրատեգիական պլանավորման Հայաստանի այդ process-ում, հետևաբար նա օգտագործում է երկու մարտավարական զենք՝ այլանդակություն եւ սուտ։ Եվ երեկվա դեպքը շատ խորքային բան տեղի ունեցավ եւ դա ցույց է տալիս ինչերի մենք կարող ենք առաջիկայում ականատես լինել։ Գործող իշխանության գործիքներից է ոչ միայն սուտը, այլև սադրանքը, պրովոկացիան, որպեսզի զուտ PR տեսանկյունից, որպեսզի ինքը անընդհատ լինի քննարկվող թեմաների մեջ եւ ինքը սադրելու է իր ժողովրդին սպառնած պատերազմով։ Իսկ սպառնալ պատերազմով դա նշանակում է ինքը խոստովանում է, որ ուղիղ պայմանավորվածությամբ ինքը կարող է Ալիևին ասել կրակել։ Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Էրինար Վարդանյանն անդրադառնալով իրավական համակարգում տեղի ունեցող գործընթացներին նշեց, որ հունիսի 7-ին ընդառաջ ռեպրեսիաների նոր ալիք է կանխատեսում։ Ասում է հասարակությանն ու քաղաքական գործիչներին տերորի ենթարկելու համար ահաբեկչություն, հեղաշրջման կոչեր ու խուլիգանություն հոդվածներից բացի իշխանությունը գործի է դրել եւս մեկ հոդված՝ քաղաքական գործունեությանը խոչընդոտել։ Այն որ ռեպրեսիան գնալով ուժեղանալու է վստահաբար, որովհետև միգուցե մինչև մայիսի սկիզբը մենք դրան ականատես չլինենք, որովհետև մայիսի սկզբին լուրջ միջոցառում են նախատեսում եւ բազմաթիվ եվրոպացիներին պետք է համոզեն, որ Հայաստանը ամենաժողովրդավարական երկիրն է եւ մեզ մոտ այսպես ապօրինի կալանավորվածներ չկան, բայց մայիսի հենց այդ միջոցառման ավարտից հետո մենք տեսնելու ենք շատ ավելի լուրջ ռեպրեսիվ գործիքների կիրառում այս իշխանությունների կողմից։ Եթե այս իշխանությունն է հաղթանակում, գործող իշխանությունը, գործող վարչախումբը հաղթանակ է տանում եւ այո համաձայն եմ, որ դրանից հետո պետք է տուրբուլենտ շրջան լինի, ի պատասխան այդ տուրբուլենտության նրանք էլ պետք է ձգտեն ցեմենտել իրենց դիկտատուրան, ավարտին հասցնել իրենց դիկտատուրան։ Օրենքով սահմանված ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ սկսած իշխանությունը չունի ծրագիր ու ոչինչ չի առաջարկում ժողովրդին, բացի կեղծ օրակարգեր հրամցնելուց։ Երաշխավորված խաղաղության հանրային կյանք մտնելուց հետո Փաշինյանի քարոզարշավի խաղաղ ընթացքը փոխվեց։ Իշխանությունը օրակարգ բերեց պատերազմի ու խաղաղության կեղծ թեզը, որը հասարակությանը ահաբեկելու գործիք է։ Ինչու դա իրեն հանեց ունի, շատ պարզ։ Այն ապրանքներից մեկն է խաղաղությունը, որ ինքը վաճառում է ժողովրդի վրա եւ փորձում է այդ ձևով լեգիտիմացնել իր վերարտադրության ցանկությունը։ Բայց այստեղ մի շատ վտանգավոր էլեմենտ էլ կա։ Սա արդեն ազգային անվտանգության սպառնալիք է։ Որովհետեւ եթե ասում ես ոչ թե խաղաղության խնդիրը Ալիևն է, այլ մեր ընդդիմությունը, դու արտաքին բոլոր դերակատարներին, առավել եւս Ադրբեջանին հնարավորություն է տալի ներքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն դիտարկի որպես ռևանշիզմի հաղթանակ, դրանից բխող գործողություններով։ Հունիսի 7-ին վերարտադրվելու դեպքում այս իշխանության կողմից երկրի կառավարումը 1-1.5 տարի է տևելու, մինչև այդ պետք է այնպես անել, որ հեռացող իշխանության վարքագիծը հեռացող պետության վարքագծի չվերածվի։ Վերարտադրությունը թույլ չտալու համար ընդդիմադիրները պետք է ընտրողների 60-ից 65%-ի մասնակցությունն ապահովեն։ Օրինակ Արմավիրի գյուղը կարա պարոն Ծառուկյանը գնա առանց լրացուցիչ միշտորդների նույնիսկ թիմի նկատի ունեմ, ուղիղ հարաբերվի հասարակության հետ։ Այդ կոմունիկացիան կարա որակապես վիճակ փոխի այդ մարզում կամ ընդհանրապես հասարակության մեջ, որտեղ լիդերի ու սովորական ընտրողի այդ բարիերները, որ տարիներ շարունակ ձևավորվել է, շատ կարևոր է վերացնել։ Փոփոխություն հնարավոր է եւ ամեն ինչ մեզանից է կախված։ Վահե Հովհաննիսյանը շեշտում է Հայաստանի հարցը ոչ թե Մոսկվայում եւ Վաշինգտոնում է որոշվելու, այլ Երևանում կամ Բաքվում ու կոչ է անում մասնակցել առաջիկա ընտրությանը։ Հայկական օրակարգի կազմակերպած քննարկման մասնակիցները համակարծիք են։ Հունիսյան իրադարձությունները ոչ թե գործընթացի ավարտ է, այլ նոր ավելի բարդ փուլի սկիզբը։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։